Կադրերը անսովոր վիրահատությունից են։ Երկաթե ձողը դուրս է բերվում տղամարդու որովայնից։ Անդրանիկ Վարդանյանը ընկել էր մետաղի աստիճանից այգու կեռասը հավաքելիս։ Զգացի, սարոշկես ճղվել էր, ես ուզեցա ձողը հանի, մեկ էլ տեսա փորից մեջ է ձողը սարոշկի տակը չի էլի։ 58-ամյա տղամարդը իր հետ կատարվածը հիշում է բոլոր մանրամասներով, ասում է ցավը անտանելի չէր, կարողացել ընկնելուց հետո օգնության կանչել, արձագանքել են հարևանները, ու շտապ օգնություն կանչել։ Անհրաժեշտ էր տուժածին տեղափոխել հիվանդանոց, բայց մարմնի մեջ մխրճված մետաղի աստիճանով դա անելը անհնար էր։ Զանգահարել են ԱԻ-ն եւ այդ ընթացքում հասցրել են սղոցել աստիճանը։ Ես արդեն ասեցի շուտ արեք, բարգարկա բերեք, մեկ էլ երկարացման շնոր, որ միացնեք, որ կծեք, ուրիշ ծևի հնարավորություն չկա։ Ես որ ընկել եմ գետին, ձողը ինձանից 2 մետր է բարձր է եղել։ Այդ ձողը առանց մի հատ վերևից պետք է կծեին, մի հատ ներքևից։ Տուժածին վիրահատել են Էրեբունի բժշկական կենտրոնում, դեպքը եզակի էր, բարդությունը ձողը հեռացնելու ընթացքում այլ հյուսվածքներ, օրգաններ եւ անոթներ չվնասելն էր։ Երևում էր այդ երկաթը որովայնի առաջային պատի մեջ մխրճված, աճից դեպի ձախ։ Հիվանդը գիտակցության մեջ էր, բայց րոպե գնալով վատանում էր, ճնշման անկում կար մոտը, շատ արագ ինչ հնարավոր էր արագ հետազոտվեց եւ վերցվեց վիրահատարան։ Ձողը շրջանցել է խոշոր անոթները, ուժեղ արյունահոսություն չի եղել, կենսական օրգանները չէին վնասվել։ Վաղտերով վնասվածքը արտակնապես երևում էր շատ մեծ համար էլ շատ անսովոր, բայց երբ որ վիրահատվեց, տեսանք որ քանի որ ամեն ինչ շատ արագ կատարվեց, կյանքի վնաս չէր սպառնում։ Անդրանիկ Վարդանյանը իրեն լավ է զգում, հետվիրահատական շրջանն ընթանում է առանց բարդությունների։ Հիվանդանոցում կմնա 4-5 օր։ Նազելի Գրիգորյան, Վան Ավագյան, ժամը լրատվական։